սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որի շրջանակում մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի նորությունները, բժիշկների մասնագիտական խորհուրդներն ու օգտակար տեղեկատվություն, պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում մենք խոսենք ժամանակակից մարդու քնի ճգնաժամի մասին, որը պայմանավորված է մեր արագացող կյանքի ռիթմով, թվայնացմամբ եւ տեխնոլոգիաների առկայությամբ մեր կյանքում։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Այսօր քնի մասին խոսելը պարզապես բժշկական թեմա չէ։ Լիարժեք քունը դարձել է բոլորիս համար մեծ խնդիր։ Չանջատվող սմարթֆոններ, աշխատանքի եւ հանգստի սահմանների մշուշում, ամենօրյա սթրես։ Այս ամենի արդյունքում քունը, որը պետք է լինի մեր մարմնի եւ ուղեղի վերականգնման հիմնական աղբյուրը, հաճախ փոխարինվում է ծայր աստիճան հոգնածությամբ, անհանգիստ գիշերներով եւ կուտակվող քնի պահանջներով։ MedTime ռեպորտաժի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ մեր համակարգացիներից, թե որքան ժամ են քնում, որքան ժամանակ են անցկացնում սմարթֆոններում եւ արդյոք զգում են, որ դա վնասում է իրենց առողջությանը։ Քանի ժամ եք քնում? 8 ցանկալի։ Քնում եմ 12-ին, մոտավորապես, արթնանում 8-ին, 8:30 երեխաներին դպրոց ուղեկցելու կապակցությամբ։ Երևի մի 6 Մի 4-5 ժամ էլի, չեմ կարող քնեմ։ Հետաքրքիր բան է, որ մեկ-մեկ ցերեկը քունս էլ չի տանում։ Երեկոյան եմ սկսում դասերս անել, քանի որ շատ է ու դրա պատճառով ուշ եմ քնում։ 7, երևի 6-7, ոչ ավել, չի ստացվում ավել։ 2-ին 3-ին քնում եմ, 9-ին 9:30 զարթնում եմ։ 7-ից 8, 8-7, առողջ քունը կարևորում եմ։ 11-ից քնում եմ, 7:30 արթնանում եմ։ Այլ կերպ չեմ կարող, որովհետև չեմ դիմանում չքնելուն։ Հեռուստացույցը չեմ անջատում մինչև քնելս, աչքս փակել է, այդ իմ մոտ մնացել է, առավոտ շուտ արթնանալուց էլ եմ միացնում։ Հեռախոսի մեջ մի քիչ մնում եմ ու քնում եմ, եթե քունս տարավ հեռախոսը ինձ չի խանգարի։ Հեռախոսը չի ձգում, հիմնականում հեռուստացույց ավելի ընտանեկան ատմոսֆերայի համար։ Հաճախ լինում է, որ հեռախոսի մեջ եմ մտնում ու նպաստում է դրա պատճառով։ Ինձ թվում է բոլորի մոտ էլ կա այդ սովորությունը, ճիշտ է, գիտակցում եմ, որ մի քիչ էդի սխալ է, բայց դե կոպիտ ասած չի ստացվում էլի մի քիչ առանց դրա։ Ֆուտբոլ, եթե ֆուտբոլ է լինում, ֆուտբոլ եմ նայում, մինչև չվերջանա չեմ անջատում։ Որ քունս տանում է մենակ կոմպյուտերով որ զբաղվում եմ, այդ վաղտա տանում, թե չէ մեկ-մեկ չի տանում էլի քունս։ MedTime հարցազրույցի մեր այսօրվա հյուրի բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան, սոմնոլոգ, Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության եւ նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Սոմնուս նյարդաբանական կլինիկայի ղեկավար Սամսոն Խաչատրյանի հետ կփորձենք հասկանալ, թե ինչպիսի քնի խանգարումներ են առկա մեր օրերում եւ ինչպես վերականգնել առողջ քունը։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Բժիշկ Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սովորաբար առաջին հարցը, որ հյուրերից տալիս եմ, ինչու բժշկություն եւ ձեր դեպքում նաեւ ինչու սոմնոլոգիա եւ ով է սոմնոլոգը։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրականում բժշկությունը եկավ իմ հետաքրքրվածությունից կենսաբանությամբ։ Իհարկե այդտեղ մեր ընտանիքը բավականին այդպես այդ ուղղությամբ, ինչպես բժշկության մեջ ասում են, բայց կատակով ասեմ, ծանրաբեռնված անամնեզ ունենք եւ բժիշկներ ունենք ընտանիքում եւ գիտնականներ, դասախոսներ բժշկականի, այնպես որ այստեղ դա ինչ որտեղ երևի թե դեր է խաղացել, բայց զուտ հետաքրքրությունը հարուցելու իհարկե կենսաբանություն, հետո արդեն նեյրոգիտություն, նյարդային համակարգը միշտ ինձ հետաքրքրել է եւ հետո իհարկե բժիշկ եւ նյարդաբան։ Միանգամից ասեմ, որ քնաբանությունը դա արդեն ավելի նեղ մասնագիտական դաշտ է, այսինքն քնաբանություն մտնողը պետք է ունենա ինչ-որ հիմնական մասնագիտություն, շատ մուլտիդիսցիպլինար, այսինքն բազմա մասնագիտական դաշտ է։
սոմնոլոգիան եւ նյարդաբանության հետ կապը իհարկե շատ ահռելի է։ Զբաղվում եմ նաև ընդհանուր նյարդաբանությամբ, շատ նաև ուղղվածություններ ունենք էպիլեպսիայով, մեր կլինիկայում նաև Պարկինսոնի հիվանդությունն է, բայց քնաբանությունը իհարկե նախ հետաքրեց հետագայում եւ արդեն նյարդաբանությամբ եւ էպիլեպսիայով զբաղվում էի իր նորությամբ մեզ մոտ արկայության բացակայությամբ Հայաստանում եւ դրա ինչ որտեղ որոշ ասպեկտներ քիչ հետազոտվածությամբ։ Իսկ ինչ է նշանակում լիարժեք քուն եւ եթե մենք փորձենք սահմանել դասական, գիտական մոտեցմամբ եւ մեր օրերում, արդյոք դրանք համարժեք են եւ նույնն է, թե ոչ։ Արտակարգ հարց եք տալիս։ Նախ ասեմ, ապացուցողականության կողմից գանք, կա ռեկոմենդացիա, guideline, ուղեցույց Ամերիկյան ակադեմիայի կողմից քնի բժշկության, որ չափահաս մարդը, ես 18 եւ բարձր մարդկանց չափահաս եմ ասում, այսինքն 88-ն էլ չափահաս։ Չափահաս մարդիկ պետք է քնեն առնվազն 7 ժամ։ Դա ոնց որ ապացուցված է տարբեր հետազոտական աշխատանքներով, ցուցադրված է, որ 7 ժամից պակաս քնողները, հատկապես 6 ժամից պակաս քնողները միջինում ունենում են ավելի շատ հիվանդություններ, մահացության տոկոսն է ավելի բարձր իրենց մեջ եւ այսպեսով առողջ միջակայքը համարվում է 7-ից 9 ժամ։ Դա գաղտնիք չի, ամենտեղ դա գրված է, մնում է հետևել դրան։ Իհարկե դեռահասների եւ մանկական տարիքում արդեն պահանջները մի փոքր այլ են, ավելանում է ժամանակը։ 8 ժամ, 9 ժամ, նայած ինչ տարիք է, փոքր երեխաները գիտենք, որ ավելի շատ են քնի կարիք ունենում, դա բնական ինչ-որ կառուցվածք է։ Խնդիրը նրանում է, որ ժամանակակից այս թվային դարում եւ այլն մենք ունենք իհարկե շատ ավելի մեծ հոսքեր ինֆորմացիոն։ Մենք գիտենք, որ կենսաբանական համակարգերը, որոնց պատկանում է նաեւ մարդարարածը, ունեն որոշ հարմարվողականության հատկանիշներ, բայց վերջին երևի 2-3 տասնամյակում շատ մեծ առաջընթաց է գնում այդ տեղեկատվական տեխնոլոգիաների մոտեցումների վերափոխման, ֆորմատների վերափոխման ու մի քիչ դժվարանում է մեր օրգանիզմը հարմարվել, մեղմ ասած։ Հետևաբար իհարկե այդտեղից գալիս են խնդիրներ։ Մենք կրճատում ենք մեր քունը։ Ես կարող եմ խոստովանել, ես բացառություն չեմ, ես պայքարում եմ իհարկե դրա հետ, բայց մյուս կողմից էլ ցավոք սրտի տարբեր բնույթի աշխատանքների մեջ լինելով հասկանալի է, որ պետք է մի բան մտածել, որ դասակարգել կարևորությունը, փորձել ինչ-որ բաներ հետաձգել, կրճատել եւ այլն։ Այսինքն արդարացված է, որ մեր օրերում շատերը դժգոհում են վատ քնից, կարող ենք ասել, որ ունենք քնի ճգնաժամ եւ դուք արդեն որոշ գործոններ նշեցիք, բայց կան հիմնական գործոններ, որոնք բերում են այդ քնի ժամանակի նվազեցմանը եւ ինչ ազդեցություն են իրականում ունենում, մեզ վրա։ Նախ ես կուզեի շեշտել, որ քունը չի կորցրել իր կարևորությունը կենսաբանական տեսանկյունից, այսինքն իզուր չի, որ մարդ ենթադրվում է, որ պետք է իր կյանքի 1/3-ը քնի, չափահաս մարդը, քանի որ քնի մեջ որոշ process-ներ են տեղի ունենում, որոնք արթուն ժամանակ տեղի չեն ունենում։ Հետևաբար, եթե մենք քիչ ժամանակ ենք տալիս դրան, այդ գործընթացներին, ստացվում է, որ որոշ բաներ տուժում են։ Օրինակ բերեմ, որոշ հորմոններ ունեն իրենց արտադրման ժամը կոնկրետ քնի ինչ-որ հատվածում։ Եթե մենք դրան դեմ ենք գնում, բնական է հորմոնալ շեղումները սպասելի են։ Դա հայտնի է, որ քնի կրճատումը բերում է օրինակ ճարպակալման խնդրի, ռիսկի բարձրացմանը, հոգեբանական էմոցիոնալ խնդիրների եւ այլ, սրտանոթային։ Մյուս կողմից մի օրինակ էլ բերեմ, որ քնի ժամանակ մեր գլխուեղի որոշ մեխանիզմներ են աշխատում, որոնք մաքրում են գլխուեղի նյարդային բջիջները այդ կուտակվող անպետք նյութերից։ Հետևաբար փաստորեն ժամ կա դրա համար։ Եվ եթե մենք քիչ ժամանակ ենք տալիս, որ այդ աղբահանությունը տեղի ունենա, շատ բարձր լեզվով ասած, բարձրանում է գլխուեղի այդ հիշողության եւ այլ ֆունկցիաների խնդիր ունենալու հավանականությունը։ Եվ իրոք կան հետազոտություններ, որ ցույց են տալիս դեմենցիան, երևի գիտենք, շատ այսպես պրոբլեմատիկ լուրջ խնդիր է նյարդաբանության հոգեբուժության մեջ, դեմենցիայի ռիսկը բարձրանում է քիչ քնողների, ովքեր քիչ են քնել եւ
այսպես հետո արդեն բնական է տարիքի հետ են։ Այսպիսով մենք քունը չմոռանանք, որ շատ կարևոր է Եվ հիշում ենք, որ 7-ից 9 ժամ ցանկալի է, որ գոնե 7 ժամը։ Եւ տեղեկատվականի մասին խոսելիս մենք միանգամից ինչ ենք պատկերացնում՝ էկրաններ։ Էկրանները, չգիտեմ հայերեն ինչ որ համարժեք կա թե չէ, բայց էկրան եք ասենք, էկրաններ, այսինքն սմարթֆոն, պլանշետ, հեռուստացույց, լապտոպ, կապ չունի։ Յուրաքանչյուր էկրան ինքը լույս է արձակում, իսկ մի հատ շատ բարձ մի բան ունենք մենք, քնի սկիզբ տվող, բոլորը երևի դա գիտեն, մելատոնինն է, հա, մելատոնինը այսպես գեղեցիկ ձևով անվանվում է մեր քնի հորմոնը։ Քնի հորմոնը ունի իր ժամերը արտադրման, որովհետև ինքը հենց գլխավոր այն նյութն է, որը հայտարարություն է անում, որ սկսում ենք քնել։ Եթե sense շատ արտիստիկ ձևով ասենք, սկսում ենք քնել, ինչ է նշանակում, որ ինքը ունի ժամ։ Այդ ժամը գալիս է մեր այդ կենսաբանական համակարգերի հարմարվածությամբ մեր երկիր մոլորակի պտույտին, այդ 24 ժամանոց ռիթմին։ Սովորաբար մեծ մասի մոտ դա 11-ից 1-ի, գուցե 10-ից սկսած է, սկսում է շատանալ մելատոնինը, ամբողջ օրգանիզմը եւ որոշ կենտրոններ գլխուղեղում հասկանում են, որ ճիշտ ժամանակն է գնալ քնելու, այդ ընթացքում մենք արդեն սովորաբար երկար ժամանակ արթուն մնացած ենք լինում, չէ՞, առավոտվանից, այնտեղ մի ուրիշ ջղային համակարգ էլ կա, որը վերահսկում է դա, ես տենց ջղային հաշվապահի նման եմ իրան միշտ պատկերացնում, որ դա էլ հավասարակշռության համակարգն է, հոմեոստատիկ մեխանիզմը, դրանք փաստորեն ստացվում է իրար հետ շատ համահունչ են գործում, եթե մենք դեմ չենք գնում։ Դեպի երեկո այդ հաշվապահը հաշվում է, տեսնում է, վայ չէ, շատ ենք արթուն մնացել, եկեք քնենք, մելատոնինի ժամն էլ գալիս է, շատ սիրուն, երկուսը միասին մեզ ստանում են դեպի քուն, բայց եթե մենք դիմադրեցինք, լինի դա մեր կամոք կամ օրինակ հերթապահող անձնավորություն է, հա, պետք է երեկոյան նստի, ինչ-որ բանին հետևի, բժիշկ է, բուժքույր է կամ պահակ է։ Այդ դեպքում մենք կորցնում ենք մելատոնինի փուլը, եւ մելատոնինի վրա շատ մեծ ազդեցություն ունի լույսը, որովհետեւ մելատոնինը սիրում է արտադրվել կամ խթան է իր համար հանդիսանում հենց մթությունը։ Նախկինում, երբ որ արհեստական լուսավորություն չի եղել շատ, մարդիկ կապույտ լույսը, որը այսօր մեր կյանքում շատացել է։ Եկեք խոսենք դրա մասին։ Կապույտ լույսը շատ հաճախ, հատկապես IT ոլորտի, ասես ջատագովները ասում են, մեր էկրանները ունեն այդ ֆիլտրելու հնարավորությունը, մենք կապույտը կմաքրենք եւ ինքը չի ազդի, ոչ, այդպես չի։ Լույսը, դե գիտենք, որ սպեկտրից է բաղկացած տարբեր գունային եւ կապույտը պարզապես ամենաուժեղ ազդողն է մելատոնինի արտադրության վրա, բայց այնպես չի, որ հարակից սպեկտրի գույները չեն ազդում։ Հետևաբար կապույտը ֆիլտրելով մենք չենք կարող լրիվ անցկացնել այդ էֆեկտը, լավ, այդ եկեք տենց ֆիքսենք բանել եւ հետևաբար ստացվում է, որ մենք էկրանը ընկճում է մեր մելատոնինը, եթե շատ բարձ ասենք, հատկապես մի այդպիսի հետաքրքիր խնդիր կա քնի խանգարումների մեջ դասակարգված, կոչվում է հետաձգված քնի ֆազայի կամ փուլի համախտանիշ, կարճ ասած ուշ քնող ուշ արթնացող մարդիկ են դրանք կամ բվերը, երիտասարդների դեռահասների մեջ իրենք բավականին հաճախ են հանդիպում, մոտ 25%-ը մոտավորապես, ու եթե մանավանդ մի քիչ էլ այդպես ինչ-որ էկրաններ, զբաղվածություն, խաղ, ֆուտբոլ եւ այլն, ստացվում է, որ դրա պատճառով էլ ավելի է իրենց առանց այն էլ ուշացող մելատոնինը հետ ընկնում։ Ու իրենք շատ հաճախ գալիս են ահավոր շեղված քնի ռիթմերով, դա անքնություն չի առաջնային, դա հենց քնի ցիրկադային ռիթմի, այդ 24-ժամյա ռիթմի խանգարում է։ Դա լրիվ ուրիշ մի խումբ է հիվանդությունների, եւ մենք պետք է աշխատենք ոչ թե զուտ իրեն զորով քննացնենք, այլ փորձենք իր ռիթմը կարգավորել, այդ քնի ժամացույցի աշխատանքը կարգավորել, որը լրիվ այլ հարց։ Այ դուք նշեցիք խանգարումների տեսակների մասին, արդյոք տարբերվում են։ Ես վստահ եմ, որ օրինակ մի 10 տարի առաջ, երբ որ ձեզ մոտ պացիենտները գալիս էին, դուք լրիվ այլ քնի ախտորոշումներ էիք իրականացնում խանգարումների, ինչն է փոխվել, արդյոք այս թվայնացումը բերել է
նոր տեսակների հայտ գալուն, թե արդեն գոյություն ունեցողները տրանսֆորմացվել են, ինչ փոփոխություններ են եղել հենց քնի խանգարումների տեսակներում։ Իրականում տրադիցիոն մենք բաժանում ենք, այդպես երևի ճիշտ կլինի մի հատ դասակարգումը տանք, որ լավ պատկերացնեն խմբերը, քնի բժշկություն հասկացություն կա, կամ կլինիկական սոմնոլոգիա, եվրոպական ավելի մոտեցումն է, նա ամերիկյան տենց մոտեցումն է, բայց երկուսն էլ օգտագործում ենք։ Քնի բժշկության մեջ մենք տարանջատում ենք, կա դասակարգում։ Դասակարգումը հիվանդությունների 6 հիմնական խմբերի է բաժանում։ Մի քանիսը դուք շատ լավ գիտեք, դա օրինակ անքնություններն են, որն է անքնությունը, երբ որ ուզում ես քնել, բայց ոչինչ չի խանգարում քնել, այդ շատ կարևոր է, հարմար է անկողինը, ջերմաստիճանը լավ է, բայց չես կարողանում քնով անցնել, կամ հետո արթնանում ես, չես կարողանում քնել, դա էլ է անքնություն համարվում, բայց պետք է նաև դրսևորվի ցերեկային ֆունկցիայի խանգարմամբ որևէ տեսակի, դա կարող է լինել գլխացավ, հիշողության վատացում, էմոցիոնալ անստաբիլություն եւ այլն, շատ ծանոթ է դրա դրսևորումները։ Քնի շնչառական խանգարումներ, շատ մեծ դաշտ է, նույնիսկ կարող եմ ասել, որ քնի բժշկության շարժիչ ուժն է։ Հենց դրա շնորհիվ էլ ինչ որտեղ շատ զարգացել է այս դաշտը, պետք է խոստովանել իհարկե, շատ խառը, այսպես մասնագիտական դաշտ է, այստեղ աշխատում են թոքաբաններ, գիտկոպորտակաջաբաններ, բնական ընդհանուր թերապևտիկ, օրինակ էնդոկրինոլոգներ, քանի որ ճարպակալման եւ դիաբետի հետ կապվածություն կա, հիպերխոլեստերինեմիայի հետ կապվածություն կա, այսինքն շատ խառը դաշտ է, նույնիսկ այստեղ դիմածնոտային վիրաբույժներ էլ ունենք։ Ու քնի շնչառականը դա որն է, օրինակ որ ասենք խռմփոց։ Խռմփոցը մենք, եթե առանձին խռմփոց է, առանց ոչ մի ուրիշ բան, կամ սովորական խռմփոց ենք ասում, այդ դեպքում գուցե առողջական այդ վատ ազդեցությունները այդքան շատ չեն, բայց շատ հաճախ, եթե խռմփոց կա, այդ հայտնի համեմատություն անենք այսբերգի այդ գագաթի հետ, մենք 70% հավանականությամբ կարող է ունենանք այսպես կոչված քնի ապնոեի համախտանիշ այդ դեպքում։ Քնի ապնոեն էլ արդեն շատ լուրջ առողջական խնդիր է, որը ամենատարբեր բացասական ազդեցություններն է ունենում նյութափոխանակության վրա, սրտանոթային, ուղեղանոթային համակարգերի վրա, սեռական առողջության վրա, հոգեբանական վիճակի վրա, մի խոսքով, տենց որ թվարկեմ շատ երկար կտևի, բայց այսինքն ինքը ամբողջությամբ մեր օրգան համակարգերի, առողջական, կենսակերպի եւ ամեն ինչի վրա է ազդում։ Օրինակ ինքը հայտնի է, որ բարդացնում է սրտանոթային վիճակների ընթացքը, այսինքն եթե բժիշկը տանջվում է 3-րդ տեղն է ճնշման համար նշանակում, 4-րդ տեղն է նշանակում, եթե ուղեցույցային բժշկությամբ գնանք, պետք չի շատ sense լինել ահավոր խելացի մասնագետ, հայտնի է, որ եթե չես կարողանում լավ հսկել ճնշումը, ստուգել քնի ապնոե կա թե չէ, բացառեցինք լավ, չկա անցանք առաջ։ Ու այլ բազմաթիվ խնդիրներ։ Հետևաբար քնի ապնոեի հայտնաբերումը մեզ համար շատ կարևոր է, բայց մենք դեռ գտնվում ենք այն փուլում, օրինակ մեր հասարակության մեջ, որ խռմփոցին տենց շատ նշանակություն չեն տալիս, առողջ քնի նշան են համարում, չգիտես ինչու։ Հա, նույնիսկ երեխան խռացնում է, որ ընդհանրապես պետք է միանգամից ուշադրություն գրավի, որ ինչի է երեխան խռացնում, էլի նորմալ են համարում։ Այսինքն մենք դեռ ունենք նաև մշակութային ինչ-որ փոփոխություն ունենալու հարց, ու շատ անտեսված է այդ նշանը իր ամենա, այսպես հայտնաբերելի դարձնող քնկոտությունը ցերեկային ժամերի։ Ցավոք ցերեկային քնկոտությունը մեզ մոտ ասոցիացվում է հոգնածության հետ, ու որպես առանձին կլինիկական այսպես ախտանիշ հաճախ անտեսված է։ Այդ պետք է շատ քնկոտ լինի, չգիտեմ, ղեկին քնած լինի, հարվածած լինի մեքենան կամ ինչ-որ նման բան, որ ասեն, խնդիր կա, գնանք մի հատ հասկանանք, էս ինչի հասկանանք։ Սովորաբար նաև կապում են նրա հետ, որ գիշերը լավ չի քնել, դրա համար դա բացառած, այսինքն քնի ապնոև պացիենտը սովորաբար ասում է, 9 ժամ քնում եմ, բայց մեկը քնկոտ է։ Հա, տեսեք կա տարբերություն։ Բնականաբար մենք միշտ փորձում ենք բացառել կրճատած քնի փաստը, եթե ինքը քիչ է քնում, բնականաբար դա էլ է վերում ցերեկային այդ հոգնածության, քնկոտության միանշանակ։ Կա մի ամբողջ խումբ քնկոտությունների հենց, բայց կենտրոնական, այսինքն քնի կենտրոնների աշխատանքի այնպիսի խախտում, որը վերում է ոչ թե քիչ քնելուն, այլ շատ քնելուն, հակվածությանը դեպի քնելը, անկանխատեսելի քնի անցումներ, օրինակ ցերեկային, չգիտեմ, ժամը 1-ն է,
լավ քնած էինք, նկատի ունեմ գիշերը այնպես չի որ քիչ է քնած, բայց դասին նստած քնեց։ Իհարկե կարող ենք դա հիմնավորել անհետաքրքիր դասով եւ այլն, բայց միշտ չի այդպես։ Կամ աշխատավայրում օրինակ ժողով են անում, ինքը քնում է։ Էլ չեմ ասում ավելի վտանգավոր այդ դրսևորումները ղեկին եւ այլն, հա, որը որ կարող է լինել, ընդ որում շատ կարծում եմ ճիշտ է շեշտել այդ շատ կարևոր մի նշան քնի գրոհ հասկացությունը։ Ինչով է տարբերվում քնկոտությունից, որ նախորդ հատվածում ինքը լրիվ առույգ էր եւ կտրուկ հանկարծ քնեց։ Ոչինչ չէր բերում նրան, որ ինքը պետք է քնի։ Այդ դա քնի գրոհն է եւ հենց քնի գրոհներն են, որ օրինակ հաճախ տեղի են ունենում ղեկին։ Մենք հաճախ զգուշացնում ենք պացիենտին, որ խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ կհասկացում ենք, որ նման խնդիր ունեք, եկեք հիմա ձեռնպահ մնանք քշելուց, հա, մի հատ ախտորոշումը դնենք, բուժումը սկսենք եւ այլն։ Ես այստեղ նաեւ կուզեի, որ խոսենք այն մասին, որ կան մարդիկ, որոնք օրինակ ասում են, որ ես քիչ քնող եմ։ Ինձ քիչ քնելն էլ է բավական։ Արդյոք դա մարդկանց մոտ ուղղակի ինքնախապեյություն է, որ իրենք քիչ քնող են, թե ուղղակի իրենց օրգանիզմը այդպիսի ժամացույց ունի քնի։ Շատ լավ հարց եք տալիս, կա այդպիսի հասկացություն, հենց իզուր չի, որ ես անկնության մասին խոսելիս շեշտեցի, որ շատ կարևոր է եւ նույնիսկ դիագնոստիկ այդ չափանիշներով անցնելուց մենք միշտ ճշտում ենք ցերեկային ֆունկցիայի խնդիր որևէ կա, այդ մարդիկ, ովքեր իրական քիչ քնողներն են, short sleeper, անգլերեն հենց այդպես հասկացություն կա, նաև կա հակառակը long sleeper։ Իրենք չպետք է ունենան ցերեկային կանգ։ Ինքը կարող է օրինակ երիտասարդ օրգանիզմա դիմանում է, այտենց լավ կրճատում է, ու այտենց անցակացնում է օրերին, ու համարում է, որ օքեյ, ես կարողանում եմ դիմանալ։ Բայց ամեն դեպքում ինչ որ դրսևորումներ լինում են։ Short sleeper-ները այդ ինքնախապեյության պահով եմ ասում, իրենք կան, բայց այդքան էլ շատ չեն, որ մենք ամեն նման դեպքում միանգամից ասենք դե լավ, դուք կարճ քնող եք, եկեք չխորանանք ձեր խնդրի մեջ։ Իսկ այդ նույնը կարելի է ասել, այդ դուք նշեցիք նաև բվերի մասին, որոնք ինչ որ չնորմավորված են քնում։ Սովորաբար ասում են, չէ, ես բու եմ, ինձ գիշերը աշխատելը ավելի արդյունավետ է լինում։ Դա եւս ինքնախապեյություն է, թե այնուամենայնիվ օրգանիզմը այդ ձևով է աշխատում։ Չէ, ես համարում եմ, որ դա իրենք չեն խափում, որովհետեւ իրենց ռիթմը քանի որ շեղված է, իրենք ուշ են արթնանում եւ ուշ են քնում։ Բնական է, իրենց ակտիվ հատվածը ընկնում է ավելի ուշ ժամերի, քան ավելի սովորական ժամային ինտերվալով։ Բայց այդտեղ հարց կա, որ բվերը միևնույն է քնում են բավարար ժամեր։ Եթե իրենց չստիպես առավոտյան արթնանա գնա դասի կամ աշխատանքի, ինքը կքնի օրինակ ժամը 4-ին գիշերը եւ կարթանա դեպի 12-ը։ Իսկ այս դեպքում մելատոնինի արտադրությունը ավելի ուշացած է, այսինքն իրենց մոտ շեղվում է։ Այո, հենց դրանով էլ պայմանավորված է, մենք նույնիսկ դա հնարավորություն ունենք ստուգել լաբորատոր ձևով եւ այլն։ Շատ լավ։ Իսկ խոսենք նաեւ մի փոքր բուժման, եթե այդ դեպքում կարող ենք բուժում ասել, ինչպես ենք վերադառնում մեր ճիշտ քնի ռիթմին խանգարման դեպքում։ Այդ դեպքում երբ որ բույի հետ ենք, թե դա կենսաբանական ժամացույցն է եւ մենք չենք կարող միջամտել, այդպես պետք է մնա։ Տեսեք, կան հայտնաբերված նույնիսկ գեներ, որոնք վերահսկում են այդ հարցը, այդ գործընթացը եւ այո, կան մարդիկ, ում մոտ այդպես է ձևավորված։ Հիմա ինքը եթե օրինակ կարիք չլինի սոցիումի մեջ պարտադիր էսպես մտնել այդ ստանդարտ 9-ից 6 աշխատելու ժամերով, ինքը կարող է շատ լավ էլ իր համար հարմարվի։ Շատ մարդիկ իմիջիալոց այդ ուշացած քնի ամախտանիշով իրենք այդպես էլ կյանքում հարմարվում են, գտնում են այնպիսի աշխատանքներ, որոնք չեն պահանջում առավոտյան վաղ արթնացնել։ Հարմարեցնում են կենսաբանական ժամացույցին փաստորեն։ Որովհետև իրենք կամ ունեցել են արդեն այդ բացասական փորձը աշխատանքից իրենց հեռացրել են ուսումնական վայրից, չգիտեմ, խնդիրներ են ունեցել եւ այլն, կամ իրանք ի սկզբանե այդպես գիտակցել են, որ այդպես է շտկել փորձել բերել մի քիչ ավելի ընդունելի ժամերի, իհարկե հնարավոր է, բայց անընդհատ այդ տենդենսը նկատվում է, իրենք կարիք են ունենում հսկել, վերահսկել դա, հենց այդ վերահսկողությունը թույլատնում են, այդ համակարգը սկսում է նորից վերադառնալ իր կենսաբանական հիմքին։ Մեր այս թվային դարում, եթե օրինակ 1 օրով անջատեինք ինտերնետը,
մարդիկ կվերադառնային իրենց բնականon քնի ռեժիմին, թե մեկ օրը այնուամենայնիվ չի դրթի մարդկանց այդ վիճակին։ Գլոբալ առումով, եթե անջատենք ինտերնետը, կվերադառնանք մեր լիարժեք քնին, թե ոչ։ Մեկ օրով եթե անջատեք, կարծում եմ կտրուկ կշատանա հոգեբանների եւ հոգեբուժների գործը։ Մեր կախվածությունները։ Կես կատակ, բայց իրականում իհարկե հիմա կախվածությունը ինտերնետից եկող տարբեր ակտիվություններից շատ բարձր է եւ անհանգստության բարձրացումը այդպես անջատումներով մենք միայն կբարձրացնենք, հա, կշատացնենք։ Բայց եթե կարողանանք ինչ-որ ձևով դժվարանում եմ ասել ինչպես, ես չպետք է երևի թե այդ խորհուրդները տամ, փորձենք հասկանալ, վերահսկել։ Մինչեւ հիմնական զրույցը սկսելը նշում էիք, որ կան այդ հավելվածներում օրինակ վերահսկող մեխանիզմներ, ժամ ես դնում եւ այլն, հա, բայց բոլորը չեն այդքան ինքնա երևի գիտակից, որ դա անեն, հա, այդ դա պետք է շատացնել, սերմանել գուցե, որ Իսկ կա գիտականորեն ապացուցված ինչ որ ժամանակահատված օրինակ, որը չի վնասում նորմալ մարդու օրգանիզմի քնի ապահովման համար, օրինակ չգիտեմ, պայմանական օրը 3 ժամ եթե ինքը անցկացնի սմարթֆոնում կամ էկրանին եւ այլն, դա չի վնասի իրեն։ Թե այնուամենայնիվ դա միևնույն դա մնում է մարդու ինքնագիտակցությանը, առողջության հետևելուն, թե քնի հիգիենա կա այդպիսի հասկացություն, դա այնպես չի որ միայն քնի խնդիր ունեցողների համար է, նաեւ քնի խնդիր դեռ չունեցողների համար է եւ հետեւաբար ինչ է ինքը պահանջում այնտեղ շատ կետեր կարելի է գտնել բայց երևի թե ամենակարևորները նրանք են որ հնարավորինս պահենք քնի ռիթմը նույնությամբ չնայելով դա աշխատանքային օր է թե հանգստյան օր է այդ մի քիչ դժվար հարց է որովհետեւ շատերը աշխատանքային օրերին կրճատում են հետո շաբաթ-կիրակի այսպես շատ երկար քնում են կարծում են որ վերականգնեցին արված են նույնիսկ հատուկ հետազոտություններ այդ ուղղությամբ որպեսզի ապացուցեն կամ ոչ թե որպեսզի այլ դրանք ապացուցել են որ չի օգնում դա այն վնասը որը հասցրել է այդ 5 օրվա կրճատումը վերականգնել շաբաթ-կիրակի հետեւաբար այդպես ճիշտ ելք չի ու ստացվում է որ ուշ ժամերի ակտիվացնող որևէ ըմպելիքներ, ինչն է ակտիվացնող նյութեր մեր կյանքում, դա կաֆեին պարունակող տարբեր ըմպելիքներն են, թեյ, սուրճ, կոլաներ, նույնիսկ մուկ շոկոլադ, հա, բայց նաև նիկոտինը։ Ну, ծխող մարդկանց մոտ իհարկե մենք փորձում ենք կրճատել սիգարետների թիվը դեպի երեկո մեր մշակույթի մեջ եթե սուրճ ուրեմն սիգարետ եթե սիգարետ ուրեմն սուրճ դա էլ շատ ահավոր մի կոմբինացիա ինձ համար որպես քնաբան էլ չեմ ասում արդեն էներգետիկ ըմպելիքների հաճախացումը ես միանշանակ իմ դիրքորոշումն ունեմ որ դրանք պետք է հնարավորինս սահմանափակել հատկապես անչափահաս մարդկանց շրջանում եւ շատ կարեւոր է շատ ուշ չուտել եւ շատ ուշ չմարզվել քնին մոտ ժամերը պետք է ավելի այսպես հանգիստ լինեն пассив լինեն չեմ ասում շատ пассив բայց ռիտուալներ պետք է լինեն որոնք տանում են դեպի քունը հիմա մենք պետք է իմանանք որ օրինակ վերջ մի ժամ է մնացել մինչեւ մեր պարկելու ժամը եկեք հեռուստացույց չնայենք, բան ինչ որ հանգիստ, ինչ որ ռեֆլեքսիա անենք, բան թերթենք, գիրք թերթենք, այլ պարտադիր չէ էկրանը։ Այ կարծես թե դա է ուզում ասել, որ նախկինում ոնց էր, չէ, գիրքներ քնելուց առաջ ինչ որ ռիտուալ, իսկ հիմա սմարթֆոններն են, սոցիալական հարթակները, որտեղ կարծում եմ նաև այդ նորությունները եւ այլն ազդում են այնուամենայնիվ եւ երևի պետք է կրճատել հեռախոսի արկայությունը միջև քնելը նաև։ Դե իրենք, գիտեք, շատ հստակ կենսաբանական մեխանիզմ կա, որը ստիպում է այդ հատկապես այդ թերթելու համակարգերը, այսպես ընդհանուր անվանենք դրանք, իրենք ստիպում են հասցնում են մինչև կախվածության, որովհետև դու կարծես հաճելի պահ ես ապրում ամեն մի հաջորդ նորությունը, հաջորդ ինչ-որ մի բանը բացվող սպասելիս եւ տեսնելիս, ստացվում է որ դու այդ շորթերը կամ ռիլերը, հա, թերթելով դու վերջ, դու կախվածության մեջ ես, դու եթե ինչ-որ մեկը կողքից չհարվածի քեզ ասի մի հատ գնա քնի, կարող է չկարողանաս։ Բայց այդ բանը նաև առավոտյան է լինում, չէ՞, մենք աչքերը բացում ենք եւ միանգամից ու ելի այդ սկրոլի process-ի մեջ ենք լինում։ Ինչ 3 խորհուրդ առանցքային կտակ այնուամենայնիվ հեռուստադիտողին, որը կբարելավի եւ կբերի դեպի առողջ քուն։ Ամենակարևորը կարծում եմ այդ գնահ քունը կարևորելն է։ Երևի ներքուստ
ամենակարևոր փոփոխությունը դա պետք է լինի, որ եթե մենք ինչ-որ բան կարևորում ենք, անպայման ինչ-որ ձևով հարմարեցնում ենք մեր ակտիվությունը այդ կարևորության վրա։ Եվ քունը դրանցից մեկը պետք է լինի, որովհետև լավ քնից, որակյալ քնից, բավարար ժամեր տևած քնից իրականում կախված է մեր առողջությունը թե մոտակա, բայց նաև հեռակայի առումով։ Այդ ամենակարևոր երևի մեսեջներից պետք է լինի, որ մենք ոնց որ ներդրում ենք անում մեր հետագա առողջության մեջ, եթե հիմա լավ ենք քնում երիտասարդ ավելի տարիքում, հա, այդ հայտնի այսպես փաստա, որ ցանկալի է պահպանել։ Երկրորդը իհարկե քնի հիգիենայի օրենքներին հետևելն է։ Պարզ բան է, ամենտեղ կարելի է գտնել, կարդալ, բայց իհարկե կրկին գուցե կարևորելու հարց է։ Ես այստեղ մի փոքր ակնարկ անեմ, որ չի կարելի դառնալ հակառակի գերին, օրինակ մարդիկ կան, հատկապես էլի IT մեր սիրելի գործընկերները, բայց ոչ միայն, ովքեր շատ սիրում են այդ գadgetներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա իրենց մոտեցումները կառուցեն։ Ես ինքս լինելով բժիշկ գրեթե չեմ հետևում դրան, որովհետև դա ավելորդ լարվածություն է ստեղծում, ներքին այդ տագնապայնությունն է բարձրացնում, ինչքան քնեցի, ինչքան խորը քուն ունեցա, շնչեցի, քայլեցի, խռմփացրել եմ թե ոչ, հա, այսինքն ավելի ճիշտ է, եթե խնդիրը կա, նկատվում է կողքից եւ այլն, ուրեմն գնում ենք մասնագետի, զբաղվում ենք դրանով։ Ինքնաբուժությամբ։ Այո, եւ երրորդ երևի թե ամենակարևոր մեսեջը հենց դա է, որ եթե կան ինչ-որ քնի գանգատներ ու հատկապես եթե դրանք կարճ չեն, արդեն տևում են որոշ ժամանակ, պետք է ամեն դեպքում հասկանալ դա ինչ է, որովհետև վաղ հայտնաբերմամբ մենք կկանխենք հետագա մեր ավելի վատ դրսևորումները, խնդիրները, ավելի լուրջ լինել։ Շնորհակալ եմ։ Եվ ունենք մի քանի հարցեր, որոնք միշտ բժիշկներին տալիս եմ վերջում։ Եթե ոչ բժիշկ, ապա դիեզերագնաց միանշանակ։ Ամենահիշվող դեպքը, որը մինչ այս պահը եղել է ձեր պրակտիկայում։ Այդ դա շատ բարդ հարց է։ Առանձնացնեմ օրինակ մի դեպք, երբ մենք առնչվեցինք մի բոլորովին նոր, ոնց որ իմացված հիվանդության նոր մի դրսևորման հետ, երբ այդ համախտանիշը քնի հետ կապված համախտանիշը կապված էր հղիության հետ։ Շատ հետաքրքիր մի դեպք էր, չնկարագրված գրականության մեջ, երբ հենց հղիանում էր այդ կինը, իր մոտ սկսվում էր այդ քնկոտության համախտանիշը։ Այսինքն տրիգերը հղիությունն է։ Այո, ընդ որում բավականին իր կյանքի վրա լուրջ ազդում է այդ խնդիրը, խոսքը գնում է Կլայն-Լևինի համախտանիշի մասին, որը երևի բոլորը գիտեն, քնած գեղեցկու համախտանիշ, այսպես ավելի լայն մասաներում, ու ստացվեց, որ մենք ունեցանք նկարագրեցինք դա գրականության մեջ եւ ունեցանք առաջին դեպքը, որ նման կապվածություն է ունեցել։ Կարծում եմ դա շատ օգնեց մեզ եւ մեր թիմակիցներին, այսպես ասած, ինչ որտեղ հավատալ մեր ուժերին, որ մենք կարող ենք Հայաստանից էլ տենց հետաքրքիր դեպքեր ներկայացնել։ Ամենաանսպասելի ախտորոշման կամ գուցե բուժման մեթոդը, որը երբևէ առաջարկել է պացիենտը։ Դե մենք ամեն օր էլ առնչվում ենք դրանից։ Ամեն չանսով օրը եւ նոր։ Մեղր եւ այլն։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի ընթացքում։ Իգործ։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք անմիջապես։ Միանգամից բոլորը կառողջանային եւ բժիշկները կփոխեին իրենց մասնագիտությունը։ Մի մեթոդ շատ ոգևորող է։ Մի մեթոդ կամ սարք, որը կուզենայիք, որ ամեն բուժ հիմնարկ ունենար։ Դե եթե քնից գանք, ուրեմն քուն ախտորոշող մեթոդ որևէ գոնե ամենասահմանափակը միանշանակ։ Ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը բժշկության մասին։ Բժշկության մեջ երևի թե շատ տպավորիչ է կամ բժշկական խնդրի հետ առնչվող երևի թե գիրք, այդ Լուի Բուսենարի հայտնի արկածային գիրք կա, որտեղ սոմնամբուլիզմն է, քննաքայլությունն է, այսպես պատմում, եւ երևի թե դա այդ գործոններից մեկն էր, որ ինձ վրա հենց մանկուց էլ ազդել էր, դե արկածային շատ ենք կարդում մանկուց։ Իսկ նեղ մասնագիտական ֆիլմ, որով տպավորվել եք կամ ինչ-որ ազդեցություն է ունեցել։ Շատ մեծ դեր է խաղացել նյարդաբանությունը ընտրելու հարցում The Awakenings կինոնեկարը Ռոբերտ Դե Նիրոյի եւ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ, որտեղ առաջին օգտագործումն էր լևոդոպադեղի, որը սովորաբար Պարկինսոնի հիվանդության ժամանակ են օգտագործում,
այլ խումբ հիվանդների վրա, ովքեր մինչ այդ տասնամյակներով այսպես կիսակուն, եթե տեսել եք, գիտեք, ու դա էլ բավականին հետաքրքիր էր, նաև հենց արտնացրեց այդ հետաքրքրությունը։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ մեր զրույցը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ լավ քունը դա մեր առողջության գրավականն է եւ պետք չէ քնի հաշվին այլ աշխատանքներ կանել եւ պետք է ճիշտ կանոնակարգել օրը եւ ունենալ լիարժեք քուն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Մեր թեյան գործընկերը ձեզ համար անակնկալ է պատրաստել ջերմացնելու ձեր երեկոները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Medtime-ի համար նախատեսել էինք այսքանը։